օգտագործում եք կտավատի սերմեր, տարբեր տեսակ կարելի է եւ երեկոյան թռչել սենյակային ջերմաշկանոր առավոտյան խմել, եւ մածունի մեջ, կամ կեֆիրի մեջ, կամ յոգուրտների մեջ, տարբեր ձևերով, մոտավորապես 7-8 ժամ թռչելուց հետո դուք կարող եք ուտել, բայց կարող եք նաեւ աղացած այդ պահին մեկ թեյի գթալը մեկ բաժակ ջրով օգտագործել։ Իսկ անձամբ ես ինչպես եմ օգտագործում մեկ թեյի գթալը առավոտյան վեր եմ կենում, ծամում եմ շատ երկար, բավականին երկար եւ այնուհետեւ մեկ բաժակ ջրով խմում։ Այն հրաշք է բոլորի համար, առողջության համար, կարելի է ասել հակացություն չունի, եթե միայն ստամոքսային տրակտը խնդիրներ կարող առաջացնի փորկապության։ Այն մանրաթելերի հզոր քանակ է, որը օրգանիզմից հեռացնում է ոչ պիտանին, իջեցնում խոլեստերինը, այն կալորիականությամբ շատ բարձր է, բայց բարձր է նրանով, որ եթե մենք շատ ենք օգտագործում, բայց եթե մեկ թեյի գթալ, սպիտակուցների հզոր քանակություն, որի դեպքում մեր ախորժակի անկում է կատարվում եւ ուտելու ցանկություն չենք զգում։ Հենց այստեղ է, որ կատարվում է հրաշքը, մենք նիհարում ենք։ Այսինքն, մինչև եթե առավոտյան օգտագործում ենք, մինչև ժամը 2-ը, 3-ը ուտելի ցանկություն չկա, հագեցվածություն, բայց օրգանիզմի համար չափից ավելի շատ հանք, շատ միկրոէլեմենտների քանակություն եւ ասեմ, այն համարվում է սնունդ, ոչ թե այն օգտագործում ենք որպես դեղորայք, ոչ սիրելիներս, այն օգտագործում ենք որպես սնունդ եւ այն բարձր կալորիականությամբ է, բայց մենք կնիհարենք, եթե եւ քայլենք 1 ժամ, եւ չուտենք մինչեւ 2-ը, 3-ը եւ պահենք օրվա ճիշտ սննդակարգը։ Սիրելիներս, այն կարևոր է նրանով, որ պարունակում է վիտամին D, մեր ներվային համակարգի համար, մեր արյան անոթների համար, սրտի աշխատանքի համար, այն դե ու ճար է մեր ոսկրերի համար, որովհետև նրա մեջ կա այնպիսի վիտամինների եւ հանքանյութերի քանակություն, որ շատ լավ է պահում մեր ոսկրերը, իսկ հոդերի համար նա թանկ սնունդ է։ Սիրելիներս, օգտագործեք, եթե ուզում եք իմ ձևով, մեկ թեյի գթալը լավ աղալ, եթե իհարկե ատամների խնդիր չունեք, շատ լավ աղում եք, ատամներով մանրացնում եւ հետո մեկ բաժակ տնային ջերմաստիճանի ջուր 200-ից 300 գրամ եւ ձեր առողջությունը պատրաստ է։